Տիկին Մաթևոսյան, մի քանի հանգամանք միասին արձանագրենք և հստակեցնենք։ Առաջին և երկրորդ առաջադրումները քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կատարվեցին։ Դրանցից մեկը օրինակ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընտրությունն էր, որը եթե դիտարկում ենք տրոլինգի տրամաբանությունը, հաշվի առնելով դատարանների վիճակը և այն կոնկրետ դատավորների առաջխաղացումները, կարելի է համարել, որ քաղաքացիական պայմանագիրը տրոլինգ էր անում դատաիրավական համակարգը պետաիրավականը ընտրելով։ Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում։ Քաղաքացիական պայմանագիրը, որը սլանում է դեպի եվրոինտեգրում, ըստ իրենց առաջադրած առաջնահերթության, 4-րդ և 5-րդ առաջադրումներն էլ ուներ, բայց չընտրեց եվրոինտեգրման հանձնաժողովը։ Այստեղ էլ չսահմանափակվեց, այնուհետև 7-րդ առաջադրումն էլ էր քաղաքացիական պայմանագրինը, կրկին եվրոինտեգրումը չընտրվեց։ Եվ այդ իմաստով շատ հետաքրքիր է, թե ինչից է անհանգստությունը քաղաքացիական պայմանագրի։ Միաժամանակ մեկ հանգամանք էլ միասին արձանագրենք։ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով անվանումը իրենից չի ենթադրում, վստահ եմ գործընկերները տեղեկացված են, Եվրոպայի միության անդամակցություն։ Ինտեգրացիոն պրոցեսները դա անդամակցությունը չի։ Իդեպ 2021 թվականին էլ էր այս մշտական հանձնաժողովի անունը եվրոինտեգրման, բայց այդ ժամանակ ես հիշում եմ պարոն Եղոյանն էր նախագահի թեկնածու, ասում էր ոչ մի Եվրոպայի միության ինտեգրացիոն անդամակցության տեսանկյունից գործընթաց չկա։ Հիմա ուզում եմ հասկանամ, արդյոք ելույթներն են փոփոխվել կամ ինչն է խնդիրը, ու ամենակարևորը, այն հարցադրումները, որոնք տալիս էին Տիկին Մաթևոսյանին, Տիկին Մաթևոսյան ջան, անկեղծ եմ ասում, կարելի էր ասել, այդ հարցերին դուք պատասխանեք, դուք եք իշխանությունը, հիմա վերջը դուք ԵԱՏՄ-ի ուղղությամբ եք գնում, թե Եվրոպայի միության ուղղությամբ եք գնում։ Ինչևէ, Տիկին Մաթևոսյան, ձեր ծնունդը շնորհավոր լինի, այսքանն է, շնորհակալ եմ։